Պարոն Գրիգորյան, նախընտրական քարոզարշավը հատել է հասարակացը, ինչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը եւ նաեւ քաղաքացիների խնդրանք պահանջը կառավարությունից, իշխանություններից որն է, ինչու՞մն է կայանում։ Նախ քարոզարշավը շատ դրական տոնով է ընթանում եւ նկատելի է հանրության մեծամասնության աջակցությունը մեր քաղաքական օրակարգին եւ կարծում եմ հանրության պահանջը հիմնականում այն օրակարգերը, որոնք մենք ունենք, շարունակել այդ օրակարգը զարգացնել, ի նկատի ունեմ խաղաղությունը, կարծում եմ դա ամենակարևոր օրակարգերից մեկն է, որը մեծ աջակցություն է ապահովում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը որպես օրակարգ, Հայաստանի ապաշրջափակումը, տնտեսական զարգացումը, ինչպես նաև կայունությունը, որը Հայաստանի շուրջ է ստեղծել եւ այն կայունության միջավայրը, որ այսօր մենք ունենք, դա ահռելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի տնտեսության զարգացման եւ դուք տեսնում եք Հայաստանի տնտեսական զարգացման վերջին տարիների թվերը, որը դրանք են ապացուցում, դրանք փոխկապակցված են կայունության, խաղաղության եւ այն միջավայրի հետ, որը ստեղծել ենք վերջին տարիների հետ եւ ընդհանուր առմամբ այս դինամիկայով պայմանավորված նաեւ մեծ աջակցություն կա հանրության կողմից մեր օրակարգերին։ Այսօր Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախաստորագրվել է թրիփ նախագծի վերջնական տեքստը գրեթե, որը ավելի առարկայական է դարձնում այս նախագիծը։ Նախ կցանկանայի այս այցը քաղաքական գնահատականի արժանացնեի կարևորությունը այցի եւ նաեւ անդրադառնայիք, ինչպես պարոն վարչապետն է նշում, պատերազմի եռագլուխ կուսակցության որոշ ներկայացուցիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի կողմից նախորդին արված հայտարարության մասին, որ Ռուբիոյի այցը եւս մեկ անգամ նպատակ է հետապնդում նեղացնել Ռուսաստանին։ Այդ գնահատականները կթողեմ ընդդիմադիրներին, երբ որ նման այցերը փորձում են դիտարկել այլ երկրների տեսանկյունից, այլ ոչ Հայաստանի տեսանկյունից։ Ռուբիոյի այցը շատ կարևոր է եւ նաեւ կարևոր է այն կոնտեքստի մեջ դնել, որը տեղի է ունենում, ես նկատի ունեմ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի եռակողմ հանդիպումը վարչապետի մասնակցությամբ, որի մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, դրան հետևել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, որի շրջանակներում նաև առաջ է մղվել մեր ընդհանուր օրակարգերը, նկատի ունեմ ատոմակայանի կամ ատոմային էներգիայի ոլորտում մեր համագործակցությունը, ինչպես նաև բնականաբար քննարկվել է թրիփի շուրջ մեր օրակարգային հարցերը, այսօր թրիփի շուրջ նաև առարկայական համաձայնություններ ձեռք բերվեց, թղթին հանձնվեց համաձայնությունները, որը մինչև այս պահը ձեռք ենք բերել, եւ կարծում եմ, որ սա եւս մի առաջընթաց է մեր հարաբերություններում եւ նաեւ եթե դնենք այս կոնտեքստում կտեսնենք, թե ինչպիսի մեծ կարեւորություն է ձեռք բերում Մարկո Ռուբիոյի պետքարտուղարի այցը, որովհետեւ դա միայն իրադարձություն չի, գործընթացների շարունակականությունն է ցույց տալիս եւ այս առումով Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների խորը եւ համապարփակ լինելու հանգամանքներ շեշտում։ Ընդդիմադիր շրջանակները նաև նարատիվներ են շրջանառում, որ Հայաստան են վերադառնալու 300 անգամ 500-600 ադրբեջանցիներ, սա այն պարագայում, երբ եւ հայաստանյան իշխանությունների եւ ադրբեջանական իշխանությունների կողմից այդ լուրը հերկվել է, սակայն այդ նույն շրջանակները պարբերաբար այդ խոսույթը այսպես դաշտ են նետում։ Ինչ նպատակ է դա հետապնդում ըստ ձեզ։ Միակ նպատակը Հայաստանը շեղել այն գործընթացից, որը այսօր Հայաստանը մասնակից է, նկատի ունեմ խաղաղության օրակարգից, ընդհանրապես վերադարձի թեման փակված է, օգոստոսի 8-ի նախաստորագրված խաղաղության պայմանագրով այդ թեման ընդհանրապես փակված է, բայց ընդդիմությունը կցանկանար, որ այդ թեման բաց լիներ եւ ահռելի մեծ միլիոնավոր, նույնիսկ միլիարդ դոլարի
հասնող գումարներ են ծախսում այդ օրակարգը առաջ մղելու համար, բայց ես համոզված եմ, որ հայ հանրությունը շատ լավ է հասկանում, որ դա ամբողջովին կեղծ օրակարգ է, եւ նրանք ստանալու են այն արդյունքը, ինչ ստացել են վերջին 7-8 տարիների ընթացքում շրջանառվող կեղծ նարատիվների դեպքում, այսինքն դուք հիշում եք, թե ինչպիսի կեղծ նարատիվներ են մինչև այսօր տարածել, դրանք նույն արդյունքն են ունենալու եւ կարծում եմ քաղաքացիները գնալով ընտրատեղամաս եւ աջակցելով խաղաղությանը եւս մեկ անգամ վերահաստատելու են, որ իրենք իրական քաղաքականությանն են աջակցում եւ կեղծիքների քաղաքականությունը Հայաստանում որևէ աջակցություն չունի։ Նաև կցանկանայի խոսեիք մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի մասին, ինչու եմ սա ասում, քանի որ շատ հաճախ կրկին նույն շրջանակների կողմից բանակը պիտակավորվում է, թե այսինչ բանակ է, բանակը քանդել են։ Արդյոք դա այդպես է, պարոն Գրիգորյան։ Մենք նախ ստացել ենք քանդված բանակ, այն տարբերակով, որոնք իրենք մեզ ժառանգություն են թողել բանակ, իրականության մեջ մեծ վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը։ Գիտեք, որ նաև խոսելով կեղծ նարատիվների մասին, թե ինչքան են կեղծ նարատիվներ տարածել մեր ձեռք բերված սպառազինության եւ այլ կարողությունների մասով, սա ընդհանրապես հաշվետվություն է հանրությանը ներկայացնելու, թե մենք մինչեւ այսօր ինչ ենք կատարել եւ համոզված եմ, որ դա հանրությունը գնահատելու է եւ տեսնելու է ահռելի մեծ աշխատանքը, ընդհանրապես համեմատելի չէ նախկինների ձեռք բերած սպառազինությունը այն սպառազինության ծավալի հետ, որը Հայաստանը ձեռք է բերել վերջին 3-4-5 տարիների ընթացքում, որովհետև մենք ստացել ենք հասանելիություն բազմաթիվ շուկաների, ռազմական զենքի շուկայի եւ նաեւ հնարավորություն ենք ստացել ամրապնդելու մեր կարողությունները եւ կարծում եմ այսօր կամ այսօր ասած մոտակա օրերին, ամսի 28-ին, վաղը չէ մյուս օրը մենք հաշվետվություն ենք ներկայացնելու հանրությանը մեր կատարած աշխատանքի հետ կապված։